Այլ հայացք Կուբայի ճգնաժամին։ 2026 թվականի սկզբից Կուբան հայտնվել է աննախադեպ ճգնաժամի մեջ, որը շարունակում է խորանալ։ Թրամփի վարչակազմն ուժեղացնում է ճնշումը կղզու վրա, ինչն ուղղորդվում է ներքին համակարգային խնդիրների սրմամբ։ Եթե նախկինում Կուբայի համակարգը կարողանում էր որոշ չափով ադապտացվել արտաքին ճնշումներին, ապա այժմ նրա բուֆերային մեխանիզմները զգալիորեն թուլացել են, ինչն էլ բացատրում է ճգնաժամի արագ խորացումը։ Փորձագետների գնահատմամբ այսօր Կուբայում էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական խնդիրները ոչ միայն համընկնում են, այլև փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց ազդեցությունը։ Էներգետիկ համակարգի պարբերական խափանումները, որոնք պայմանավորված են վառելիքի մատակարարումների կտրուկ սահմանափակմամբ, կաթվածահար են արել երկրի տնտեսությունը։ Տրանսպորտը, արտադրությունը եւ մատակարարման շղթաները դարձել են անկայուն, ինչն ուղղակիորեն ազդում է կղզու 10 միլիոն բնակչության սոցիալական իրավիճակի վրա։ Զբոսաշրջության ոլորտը պարալիզացված է, ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը խաթարված, հիվանդանոցների աշխատանքը բարդացել է, իսկ ֆերմերները չեն կարողանում իրենց արտադրանքը հանել շուկա։ Կուբայի էներգետիկ համակարգը գրեթե ամբողջությամբ կառուցված է վառելիքի ներմուծման վրա։ Երկիրն օրական սպառում է մոտ 110-ից 120 հազար բարել նավթ, մինչդեռ սեփական արտադրությունը հազիվ է ապահովում դրա 1/3-ը։ Կղզու էներգետիկ մոդելի հիմքում ոչ թե շուկայական հարաբերություններն են, այլ քաղաքական համաձայնությունները, իսկ էլեկտրակայանների մեծ մասն աշխատում է նավթով, ինչը երկիրը դարձնում է ծայրահեղ խոցելի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության եւ մատակարարումների խափանման նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ Կուբան արտոնյալ գներով նավթ է գնել Վենեսուելայից, իր սպառման ավելի քան 60%-ը։ Սակայն ԱՄՆ-ի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո վենեսուելական նավթի մատակարարումները գրեթե դադարեցին, սրելով էներգետիկ ճգնաժամը կղզում։ Հունվարի 29-ին Թրամփը բարձր մաքսատուրքեր եւ պատժամիջոցներ սահմանեց այն երկրների նկատմամբ, որոնք անուղղակիորեն նավթ են մատակարարում Կուբային։ Դրանք ազդեցին նաեւ Մեքսիկայից եւ Ռուսաստանից նավթի մատակարարումների վրա, եւ երկիրը հայտնվեց նավթային գրեթե լիարժեք շրջափակման մեջ։ Էներգետիկ համակարգի վրա ճնշման մեծացումն ավելի տեսանելի դարձրեց ազգային էլեկտրացանցի մաշվածությունը։ Ամեն օր երկարատև մինչև 15 ժամի հասնող հոսանքազրկումներն արդեն դարձել են սովորական երևույթ։ Կուբայում մի քանի անգամ գրանցվել է ամբողջական blackout, կղզու լիարժեք հոսանքազրկում։ Էլեկտրաէներգիայի պակասը խաթարում է ոչ միայն արդյունաբերությունը, այլև հիվանդանոցների ջրամատակարարման եւ կապի համակարգերի աշխատանքը։ Արդեն մի քանի ամիս շարունակվող այս ճգնաժամը տեղափոխվել է նաեւ սոցիալական հարթություն։ Էլեկտրաէներգիայի, սննդի եւ վառելիքի պակասը նպաստում է դժգոհության աճին։ Եթե 2026 թվականի հունվարին կղզում արձանագրվել է մոտ 30 բողոքի կամ դժգոհության դրսևորում, ապա միայն մարտի առաջին կեսին դրանց թիվը հասել է շուրջ 130-ի, ինչը ցույց է տալիս իրավիճակի կտրուկ էսկալացիան։ Մարտի 14-ին ցուցարարները հարձակվել են անգամ կոմունիստական կուսակցության գրասենյակներից մեկի վրա, ինչն աննախադեպ է։ Սոցիալական լարվածության աճը պայմանավորված է ոչ միայն նյութական պայմանների վատթարացմամբ, այլև սպասումների փոփոխությամբ։ Վերջին տարիներին Կուբայում ձևավորվել էր հարաբերական կայունության եւ իրավիճակի աստիճանական բարելավման ակնկալիք, որը ներկայիս ճգնաժամի պայմաններում արագ փլուզվում է, ուժեղացնելով հանրային հիասթափությունն ու անվստահությունը իշխանությունների նկատմամբ։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները Կուբայի նկատմամբ ճնշումը մեծացնելուն զուգահեռ աշխատում է նաեւ անցումային սցենարների վրա։ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեռ փետրվարից ոչ պաշտոնական շփումներ է սկսել Կուբայի քաղաքական շրջանակների, այդ թվում Կաստրոյի ընտանիքի ներկայացուցիչների հետ։ Ըստ փորձագետների, այս կերպ Վաշինգտոնը փորձում է երկրի քաղաքական համակարգում հասնել հնարավորինս սահուն եւ կառավարելի փոփոխությունների։ Այս պայմաններում Կուբան աստիճանաբար մոտենում է անցումային փուլի, որտեղ համակարգի պահպանման եւ դրա փոփոխության միջև հավասարակշռությունը դառնում է ավելի փխրուն։ Եթե էներգետիկ եւ սոցիալական ճնշումը շարունակի աճել, ապա երկրում հնարավոր է ոչ թե աստիճանական, այլ կտրուկ եւ դժվար վերահսկելի տրանսֆորմացիա։